Չելել է գալտի։ Հա։ Լոռու մարզի Ջիլիզա գյուղը, որը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, գյուղապետ Մեհեր Վարդանյանի խոսքով մահացող գյուղ է։ Գյուղում ընդամենը 122 մարդ է ապրում։ Ծերերը շատ են, երիտասարդները քիչ, մահացությունը շատ է, ծնելիությունը պակաս։ Հետևաբար գյուղը ծերացող է, ասում է գյուղապետը։ Սա անգամ դպրոցի աշակերտների թվից կարելի է հասկանալ։ Եվ մինչև 67 աշակերտ ունեցել ենք։ Հիմա այս պահին 15 աշակերտ է մնացել։ Արդեն 3-րդ տարին է, որ առաջ դասարան գնացող չունենք, եկող տարի սեպտեմբերից կունենանք մեկ երեխա առաջ դասարան հաճախող, բարձրանում է, որ ծնելիությունը շատ պակաս է։ Ջիլիզայում մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Ձուն, կաթը, մածունը եւ պանիրը երբեք չի բացակայում սեղանից, սակայն գյուղացիները նաեւ այս ապրանքների իրացման խնդիրն ունեն։ Ջիլիզային ամենամոտ բնակավայրը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքն է, սակայն գյուղացիներն ասում են, որ ապրանքը քաղաք տանելը դժվար է, միջոցներ չկան։ Պանիրա, եւ ասենք կարտոշկա, բանեկանի մեզ ասենք ծախում ենք, վաճառում ենք, բայց բան անասնապահություն անում ենք, կաթա, յուղամթերքը ըլում է, բայց չեն կարող տանենք վաճառենք։ Որ տարածքը հեռու է, սեփականություն, ասենք սեփական տրանսպորտ չունենք, բան, մի քիչ այն չի, ասենք չերեզով էլ տանում է ծանր անասում։ Ծանր անասում, ասենք ավտոբուսը շաբաթը մի անգամ է գնում։ Շատ են կտրված քաղաքից, որ քաղաքի մոտիկ էինք, լավը կլեր, բայց թե մի քիչ դժվարանում ենք էլի, որ քաղաքից հեռու ենք։ Դե մի կատնամթերքն է, այդ ապրանքն է, դժվարանում ենք, որ տանենք, ասենք ծախենք։ Գյուղացիները նաև ասում են, որ ավելի հեշտ էր այն ժամանակ, երբ սահմանը բաց էր, եւ իրենք կարողանում էին ազատ առևտուր անել Վրաստանի տարածքում գտնվող հարևան գյուղի բնակիչների հետ։ Գյուղապետն էլ իր հերթին է նշում, որ սահմանի փակ լինելը շատ է խանգարում գյուղացիներին։ Մինչև Ալավերդը 30 կիլոմետր, ասենք բնակիչները թե առևտուրի համար, թե ասենք մյուս հարցերով կապ ունենալու համար ավելի դժվարանում են Ալավերդի գնալ գալ, իսկ Վրաստանի հայաբնակ գյուղերը ընդամենը 2 կիլոմետրի վրա, որ ոտքով նույնպես կարելի գնալ, ասենք թեկուզ առևտուր անել, թեկուզ բարեկամներին տեսնելու համար կարող են գումար չծախսել, ոտքով կարող են գնալ գալ։ Կարելի է առաջին հերթին սահմանը բաց լինի։ Եթե ոչ, դեպի Ալավերդի ճանապարհը շատ երկար է, ու նորից մեծ ծախսերի հետ է կապված, մենք չենք կարող ոչ մի առևտուր այդպես անենք։ Գյուղում գործող վագոն խանութը շատ ժամանակ փակ է լինում, քանի որ գյուղացու համար խանութը չի կարող հիմնական եկամտի աղբյուր լինել։ Խանութի տերը եւս զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Տորը միզադի տերելա չենք, այս հեն նստում ենք։ Ինչ անենք, որ խանութ չկա, կարանք ոտով գնանք Ալավերդի մի կոֆե առնենք կամ մի կիլո պիսոկ առնենք։ Ինչո՞վ եք։ Հա։ Աղջիկ ջան, հարմարվել ենք, մեր գեղը լավ գեղ է, բայց հեռու ենք, որ մի քիչ էլ պետությունը ձեր մեկնի։ Գյուղում գործող ավտոբուսը աշխատում է շաբաթը 1 օր, կիրակի շարժվում է դեպի Ալավերդի եւ Վանաձոր ուղղություններով եւ վերադառնում է հաջորդ օրը։ Երբեմն մարդիկ պատվիրում են ավտոբուսի վարորդին, որպեսի վերջինս քաղաքից իրենց համար գնումներ անի։